Արաքսի նոր ջրանցքը հնարավորություն է տվել մի քանի հազար հեկտարով ավելացնել մշակովի տարածքները։ Եթե մինչ հիմա այդ տարածքում տնտեսություն էին վարում խոշոր վարձակալները, ապա այժմ պետությունը շահագրգռվածություն է ցուցաբերում այդտեղ մանրու միջին տնտեսությունների ստեղծման հարցում։ Ցանկացած քաղաքացի մեր երկրում, որը ցանկություն հայտնի աշխատանք կատարելու այդ տարածքներում, մենք բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելու ենք։ Ընդհանուր մինչև տեղափոխման հարցը։ Տեղում քաղաքաշինության նախարարության եւ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով պիտի ստեղծվի յուրօրինակ բամորական թղամաս, որտեղ ժամանակավորապես կբնակվեն նրանք, ովքեր տնտեսություն են հիմնադրելու Արաքսի ջրանցքի ափին։ Պետական աջակցությունն արտահայտվելու է ինչպես գյուղատնտեսական տեխնիկայի, սերմացուի, պարարտանյութերի տրամադրման ձևով, այնպես էլ կեցության պայմանների եւ տրանսպորտային կապի ապահովմամբ։ Եթե բամորական ավանը ժամանակավոր բնակիչների համար է լինելու, ապա հարևանությամբ հիմնադրվող գյուղը մշտական բնակիչներ է ունենալու։ Արդեն 15 վերաբնակ ընտանիք աշխատում է տեղում։ Այսօր նրանց ներկայացուցիչներին, ովքեր հրավիրվել էին խորհրդակցությանը, առաջարկվեց ոչ թե տեղավորվել հարմարեցված շինություններում, այլ ապրել թեթև կոնստրուկցիաներից կառուցվող բնակարաններում։ Վարչապետի հանձնարարականով նախագիծ է կազմվում ինչպես բամորական ավանի, այնպես էլ նոր գյուղի առանձնատների համար։ Հանձնարարականներ ստացան նաև խորհրդակցությանը մասնակից մյուս գերատեսչությունների ղեկավարները։ Պիտի կարգավորվի ջրանցքից ջուրը դաշտեր հասցնելու հարցը։ Գյուղատնտեսական տեխնիկան շուտով պիտի տեղ հասնի, ապագա բնակավայրի էլեկտրաֆիկացման խնդիրը պիտի լուծվի։ Իդեպ, էլեկտրական գծերը կկառուցվեն այն հաշվարկով, որ հետագայում այդ տարածքում նաև արտադրամասեր աշխատեն։ Հադրութի շրջանի հարավում հիմնադրվող նոր բնակավայրի կառուցման եւ այդտեղ գյուղատնտեսական ծրագրի մեկնարկի համար աշխատուժի կարիք է զգացվելու, համոզված են աշխատանքների կազմակերպիչները։ Որոշվեց, որ օգտագործվելու է ոչ միայն տեղացիների եւ Հադրութի շրջանի բնակիչների աշխատուժը, այլև մյուս շրջանների։ Լուսինա Ավանեսյան, Սամվել Սայան, օր։